Կազանյան փաստաթուղթը հրապարակվում է պաշտոնապես առաջի անգամ, ուրեմն հրապարակվում է պաշտոնապես առաջի անգամ 19-ին այդ եկած առաջարկը, նախագահի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Հիմա բայց վերադառնալով Կազանյան փաստաթղթին երկու բառ եթե կարելի է, հա, ուրեմն տեսեք, Կազանյան փաստաթուղթը լավագույն ապացույցն է, թե ինչ կառուցողականություն եւ իրականում կոնֆլիկտը կարգավորելու ցանկություն է ունեցել Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Հիշեցնեմ ձեզ, Կազանյան փաստաթուղթը չի ստորագրվում Ադրբեջանի վերջի պահին արած դեմարշի արդյունքում։ Այսինքն նախագահ Սարգսյանը մեկնել էր Կազան փաստաթուղթը ստորագրելու լիակատար պատրաստակամությամբ եւ այդ պատրաստակամությունը հայտնած համանախագահ երկրների ղեկավարներին։ Հիշեցնեմ, Լավրովը այդ մասին նաև 18-ի գունավոր հեղափոխությունից հետո էլ է ասել։ Մի քանի անդրադարձներ ա եղել, այն համանախագահ որ դա մերժել է Ադրբեջանը։ Հիմա տեսեք, ուրեմն այդ թեզը էլի անիմաստ շահարկվող, հա, թե մինչև այդ անեիք, մինչև այդ լուծեիք, ուրեմն մինչև այդ սենց անեիք, այդ բանակցային գործընթացն էլ էր թոք մեր սուվերենության, այսինքն սա առավելապես ցույց տվողն է հրապարակված փաստաթուղթը, որ Հայաստանի իշխանությունը բանակցել է փոխզիջումների սկզբունքներից ելնելով, պատրաստական փոխզիջումներով գնալու իրական խաղաղության։ Եվ այդ նույն Կազանյան փաստաթղթին ծանոթացողը կարա տեսնի, որտեղ է եղել այդ կարմիր գիծը, որպես այդպիսին, եւ որտեղ է եղել զիջումների պատրաստակամությունը։ Այս էլի այս բոլոր մանիպուլյացիաներին որպես պատասխան։